2026 թվականը Հայաստանի համար։ Նախ դուրս կգանք այն խոսույթի այն բառերի, հա, հիմնված, որ նախկիններ, ներկաներ, անցյալ ներկա, այլ բոլորը կմիախմբեն։ Դուք ասացիք, որ մեր քաղաքը էներգետիկ առումով հիմա երկիրը, հա, երևի թե Հայաստանը շատ աղտոտված է, որտեղից է գալիս այս աղտոտվածությունը եւ մոտ ապագայում կպարզվի այս օդը։ 2026 թվականը շատ մեծ հնարավորություն կտա դա անելու։ Գալիս են ակտիվներ մարդկանց տեսքով, գլոբալ փոփոխություններ սպասվում են եւ տնտեսական դաշտում եւ գիտելիքների, այսինքն գլոբալ կփոփոխվի ամեն ինչ։ Ուկրաինա-Ռուսաստան, թե Իսրայելում որտեղ եք նկատի ունեք կարճաժամկետ խաղաղություն։ Իսրայելում Ռուսաստանինը խաբուսիկ է դեռևս կարելի է ասել այնտեղ ճգնաժամային էներգիան մինչև 26 թվականը ներառել։ Երկիր մոլորակին մեծ երկնաքար է մոտենում, արդյոք սա վտանգավոր է թե ոչ։ Հայաստանը վտանգավոր թիրախներում չի։